Անենք կանխատեսում և տեսնենք ինչպիսին կլինի հունիս ամիսը կենդանակերպի կշռք նշանների համար։ Հարգելի կշռքներ, կենտրոնանում ենք և հունիսը կշռքների համար։ Այսպես, ձեր աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, խորհուրդ, անակնկալը հունիսին և զգուշացումը։ Տեսնենք ձեր ողջ ամսվա էներգիան, մեր կշռքների, տեսնենք ինչ էներգիաների մեջ կգտնվեք դուք, հարգելի կշռքներ։ Եվ սկսենք աշխատանքից, մեր կշռքների աշխատանքը տեսնենք ինչպիսին կլինի, կարտը դիավոլ։ Այստեղ աշխատանքում կարող է լինել գայթակղություն, մանիպուլյացիաներ, աշխատանքի ընթացքում կարող եք այսպես էներգիան շատ է լինելու աշխատանքի հետ կապված, դուք անկախ ձեր կամքից մարդկանց կձգեք դեպի ձեզ, կլինի այսպես ավելի շատ մարդիկ կգայթակղվեն այսպես ձեր աշխատանքով։ Ֆինանսի հետ կապված, դու ֆինանսի հետ կապված էլ այստեղ խնդիրներ չեմ տեսնում, դուրս է եկել արքան գավազանի, դուք արդեն ձեր ֆինանսի կայուն այսպես դիրքը ունեք կամ կապված է ինչ-որ ձեր ֆինանսի ինչ-որ տղամարդուց, բայց այստեղ ֆինանսական ոչ մի խնդիր ես չեմ տեսնում։ Դուք կմտածեք ձեր անելիքների մասին ավելի շուտ, թե ֆինանսը ինչ անեք, ուր ծախսեք, ինչ գործի մեջ դնեք կամ ինչ գործողություններ կատարեք ֆինանսի հետ կապված։ Ինչ վերաբերվում է անձնական կյանքի հետ, աբնուլենի կարող է լինել նաև ծանոթություն, որ այսպես թեթև, հանգիստ կամ նախնականում այսպես լուրջ ինչ-որ բան իր մեջ չի ունենա։ Եթե հանկարծ դժվարություններ կային, ապա այդ դժվարությունները հաղթահարելի են և կարծես ամեն ինչ որոշվի, որ պետք է սկսվի նորից ու զրոյից։ Կարող է լինել նաև նոր ծանոթություն։ Ինչ վերաբերվում է առողջությանը, խնայեք ձեր էներգիան, խնայեք, քանի որ աշխատանքի հետ կապված էներգիան շատ է լինելու։ Խնայեք և ձեր էներգիան և այստեղ նյարդային համակարգը։ Խորհուրդը ձեզ ուշադրություն դարձրեք հոգևոր արժեքներին և փորձեք կայացնել ավելի հասուն որոշում։ Հնարավոր է նաև, որ չի խանգարի նաև ինչ-որ մեկի փորձի հիման վրա ընդունել այդ մարդու խորհուրդը, փորձը, ձեզ խորհուրդ է տրվում ուշադիր լինել նաև տարեցիներին, ձեր ընտանիքի մեծերին, գուցե իրենք ունեն ձեր ուշադրության կարիքը։ Այստեղ նաև տեսեք ձեր կյանքում ինչն է հասունացել, հնարավոր է շատ հարցեր պարզապես արդեն ժամանակն է հասունացել այն պահ, որտեղ դուք պետք է կայացնեք ճիշտ որոշում։ Հիմա ինքներդ պետք է որոշեք, դուք ուսուցիչ եք, կյանքը ձեզ ինչ է սովորացրել, թե դուք դեռ մնացել եք աշակերտ, եթե աշակերտ, ուրեմն դուք դեռ սովորելու բանն եք։ Ինչ վերաբերվում է անակնկալին, անակնկալը կապված է դժվար հարցերի հետ, որի պատասխանատվությունը դուք անկախ ձեր կամքից վերցրել եք ձեր վրա ու մնացել է ձեր վրա։ Հնարավոր է անակնկալ կերպով մարդիկ լինեն, որոնք ուզենան ձեզ օգնեն, կամ այն հարցերը, որոնք հենց իրենց են վերաբերվում, որոշեն, որ այսուհետ իրենք պետք է այդ հարցերը կարգավորեն։ Անակնկալ ձեզ զգուշացումը կապված է գավազանի 6-ի հետ, սա նշանակում է, որ դուք ճիշտ է հաղթող տեսակ եք, բայց պետք է զգուշանաք, թե ովքեր են ձեր հետևից գալիս, ովքեր են ձեր հաղթանակի շուրջ կանգնած, ովքեր են ձեր շրջապատում, ինչ մարդկանցով եք դուք շրջապատված, այդ պետք է շատ ուշադիր լինել։ Զգուշացումը, որ պետք չի շատ վերևից այսպես մարդկանց նայել, որովհետև վերևից նայել դեպքում էլ, եթե վերևից հանկարծ սայթակ ընկնեն, մարդիկ շատ ցավոտ կլինի և աղմուկը շատ այսպես ավելի գլոբալ կլինի։ Դրա համար ձեզ խորհուրդ է տրվում, որ
Տեսեք ովքեր են գալիս ձեր հետևից, ովքեր են կիսում ձեր հաղթանակները։ Так, դե ձեզ հաջողություն է սպասում, կարծես ձեր ոտքը դուք դնում եք այսպես կախարդական, այսպես պեդալ ասեմ, հա, պեդալի վրա եւ անցնում եք առաջ։ Այստեղ կա արագություն, կա ոչ մի ձեզ չի խանգարում, մի խոսքով կանաչ լույս է, բայց պետք է զգուշանալ նրանից, որ ձեր հաղթանակի ժամանակ չի, որ ամեն մարդ, որ իսկապես ուրախ է ձեր հաղթանակով, գտնվում է ձեր կողքին։ Դա զգուշացում էր ձեզ համար։